իրենք հնարավորություն ունենան իրենց այսպես ասած բավական հզոր ազդեցությամբ ռեպրեսիոն գործիքների միջոցով, որոնք կոչվում են գերակա միջոցներ, կոչվում են վերպետական իշխանության կամ գլոբալ խորքային պետության գերակա միջոցներ, այդ միջոցներով իրանք իրանց ծրագրերը իրականացնում են, որպեսզի հնարավորություն ունենան հեշտությամբ դնեն այդ իրականացնեն այդ միջոցները։ Այսինքն հիմա այս անձը, որ գրել է, հիմա այս հռչակագրի տեքստն է իմ ձեռքին, ուրեմն որ հաղորդակցությունների բացման են գնում, որ խաղաղություն, կայունություն ու բարգավաճում պետք է լինի, խթանեն, որ պետք է լինի խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի, այսպես ասած հանուն միջազգային, այդպիսի բան ուրեմն գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ ընդհանրապես մեծ միջին արևելք բեկման գոտում եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որի մեջ մտել է Հայաստանը, հարավային Կովկասը ընդհանրապես, մասնավորապես հարավային Կովկասի համար նախատեսված աշխարհաքաղաքական ակտերի շրջանակներում գոյություն ունենալ չի կարող խաղաղություն, այդ ճանապարհով ընդհակառակը դա հրահրելու է առանձին աշխարհաքաղաքական ակտորների եւ տարածաշրջանային առաջի կարգի պետությունների, Թուրքիայի, Իրանի այնտեղ Իսրայելի իրեն հավաքությունների համար նաև եւ Ադրբեջանը մեծ Ադրբեջան ստեղծելու նպատակի շրջանակներում Իրանի եւ Հայաստանի հաշվին եւ ասիական պետություններին պանթուրանական այդ ամբողջ կոնցեպտի մեջ ներգրավելու համար իրենց անկախությունները, այսպես ասած ամրապնդելու եւ ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու, այսպես ասած պրովոկացիա իրականացվելու եւ այդ մարդիկ աշխարհաքաղաքական շատ վտանգավոր վարք են դրսեւորելու եւ այս տարածքով անցնող նախատեսվող այլ լոգիստիկ ճանապարհները, որ նախատեսվում է նաեւ այստեղ կառուցել նավթամուղ, գազամուղ, չգիտեմ եւ այլը, այդ դրա ակնկալվող արդյունքների սպասումով բավական վտանգավոր քայլեր են իրականացվելու անտարածաշրջանային բալանսը խախտելու ուղղությամբ եւ հատկապես Հայաստանի տարածքում։ Այսպիսի մի ասացված կա, ասում է աֆրիկյան ասացված Ռոբերտ Ֆիցոնը դա շատ սիրում ասի, ասում է փղերը անկախ նրանից իրար սիրում են, թե իրար հետ կռիվ են անում, տուժում է խոտը, որի վրա իրանք այդ ամենն անում են։ Հիմա հրավիրում ենք մենք Հայաստանի տարածք կոնկրետ այս պահին աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների, որպիսի մեր տարածքը դարձնեն իրենց շահերի բախման ուրեմն տարածք եւ ես ուզում եմ այն իշխանությունը, որ այնտեղ գտնվում է եւ ինքը անում է այս բաները, ինքն իմանա, որ ինքը կատարում է աշխարհի մասշտաբով շատ վտանգավոր քայլ այս ճանապարհի